Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ, նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, երազներ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը, կարող եք դիմել, եթե չեք կարող այցելել, աշխատում եմ նաև on-line տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր ուղիղետերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Facebook-յան ալիքներում, Կոնտակտում, Одноклассникում գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք, այդ ալիքներում ձեզ համար նախատեսված շատ ինֆորմացիա կա, ծիսակարգեր կան, հմայախոսություններ կան, որոնք ես գիտեմ, որ ձեզ ձեր ամբողջ կյանքի ընթացքում անհրաժեշտ կլինեն։ Սիրելիներս, ինչ թեմայի շուրջ եմ ուզում ես ձեզ հետ այսօր զրուցել։ Քանի որ ես ինքս էքստրասենս եմ եւ աշխատում եմ մարդկանց բիոէներգետիկ դաշտի հետ, ես շատ դեպքերում, երբ որ մարդիկ գալիս են ինձ մոտ եւ ես ուսումնասիրում եմ այդ մարդկանց բիոէներգետիկ դաշտը, նկատում եմ, որ այդ մարդկանց եւ առողջական խնդիրները եւ ֆիզիկական թուլությունը, նույնիսկ առաջխաղացումը իրենց կյանքի բոլոր բնակավարների հետ կապված չէ միայն նեգատիվ էներգիայի գործունեությունից, կապված չէ միայն մոգական գործունեությունից, կապված չէ թուղթուգրերից, անեծքից։ Նաև լինում է այնպիսի իրավիճակներ, երբ որ մարդիկ իրենց զաշտարանքը եւ ոսկյա զաշտարանքը եւ արծաթյա զաշտարանքը եւ թանկարժեք քարերով պարունակող զաշտարանքները եւ կիսաթանկարժեք քարեր պարունակող զաշտարանքները այդ ազնվորությունները ճիշտ չեն օգտագործում։ Հնարավոր է, որ այդ թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարը տվյալ ազնվորությանը համապատասխան չի, կամ այդ մետաղը, ոսկին, արծաթը տվյալ ազնվորությանը համապատասխան չի։ Շատ դեպքերում երբ որ մարդիկ կրում են նման քարեր, կրում են նման զաշտարանքներ, ինքնըստինքյան այդ զաշտարանքները, այդ քարերը իրենց էներգետիկայով արգելափակում են տվյալ մարդու եւ բոլոր ոլորտների էներգետիկաները, նաեւ արգելափակում են հատուկ ոլորտներ եւ մարդկանց թվում է, թե իրենց վրա ինչ-որ նեգատիվ գործունեություն կա, գործողություն կա, բայց հիմնականում սխալ զաշտարանքներ, սխալ մետաղներ, սխալ թանկարժեք քարեր կրելը բերում է նման իրավիճակ։ Ինչպես գիտեք, սիրելիներս, մեզանից յուրաքանչյուրը ծնված է տարբեր կենդանակերպի նշանի տակ եւ մեզանից յուրաքանչյուրին յուրահատուկ եւ մետաղն է յուրահատուկ, թանկարժեք եւ քարերն են յուրահատուկ։ Ընդհանրապես ես իմ ալիքներում շատ ինֆորմացիա եմ տված, ինչպիսի քարեր օգտագործել պաշտպանության համար, ինչպիսի մետաղ օգտագործել հաջողության համար։ Այժմ ուզում եմ խոսել կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար, թե արծաթը, մետաղը, թանկարժեք մետաղը արժե օգտագործել, թե չարժե։ Խոսելու եմ այն նշանների մասին, ովքեր իրավունք չունեն արծաթը օգտագործել, ոչ մատանու տեսքով, ոչ թևնոցի տեսքով, ոչ վզնոցի տեսքով։ Ընդհանրապես, սիրելիներս, արծաթը դա շատ դեպքերում խորհրդանշում է լուսնային էներգետիկան, սառը էներգետիկա եւ շատ դեպքերում կենդանակերպի նշաններ կան, որոնց լրիվ հագացուցված է արծաթյա որևէ զարդ, որևէ ինչ կրել։ Առաջինը չի կարելի արծաթյա զարդ կրել խոյ համաստեղության տակ ծնված մարդկանց։ Խոյ համաստեղության տակ ծնված մարդկանց համար հիմնական թանկարժեք մետաղը դա սիրելի խոյեր, դա ոսկին է։
Արձատյա իրը երբ որ դուք կրում եք, ինքը չի թողնում, որ ձեր էներգիան կրագի էներգիա է, ձեր տարերկը կրագի տարերկ է, և արձատյա զարտերը, արձատյա մետաղի էներգետիկան չի թողնում, որ դուք ինքներդ ակտիվանաք, առաջ գնաք, զարգանաք, ձեր կյանքի մեջ սկսվում է տարօրինակ անհավասարչափ վիճակ, ոնց որ դիսբալանս լինի, հավասարակշռությունը ձեր կյանքի մեջ դուրս գա։ Դուք նույնիսկ շատ դեպքերում չեք հասկանում, թե ինչն է պատճառը, որ ձեր ակտիվությունը ոնց որ կամաց հանգում է։ Հիմնական պատճառը, սիրելի խոյեր, երբ որ դուք կրում եք արձատյա զարտեր։ Ընդհանրապես արձատյա զարտերը կրելու ժամանակ ընդհանրապես լավ կլինի, որ չկրեք, բայց եթե չեք կարողանում չկրել, ձեզ դուր է գալիս այդ արձատյա մետաղը, գոնե արձատյա զարտը օգտագործեք, եթե սիրում եք այդ մատանին, անպայման թանկարժեք քարերով լինի, որովհետև թանկարժեք քարերի էներգետիկան իրենք զերոյականացնում են, չեզոքացնում են արձատի էներգիա խլելու հատկությունը։ Ընդհանրապես շատ դեպքերում հնում մարդիկ արձատը օգտագործում էին, որովհետև ինքը ունի էներգիա հիվանդություն մաքրելու, ունի էներգիա պաշտպանելու ինչ-որ նեգատիվներից, թուղթուկրերից, մոգական գործողություններից, արձատը նաև պաշտպանում է մարդու օրգանիզմը թունավորումներով, թունավորման գործողություններով, բայց խոյերի համար հակացուցված է։ Լավ կլինի, որ դուք օգտագործեք ոսկյա իրեր, ոսկյա զարտեր, բայց եթե չեք կարողանում հրաժարվել ձեր արձատյա զարտարանքներից, ուրեմն արձատի հետ անպայման, եթե մատանի եք կրում, եթե վզնոց եք կրում, անպայման պետք է իր հետ նաև զուգորդվի թանկարժեք քար, մատանին թանկարժեք քարերով, վզնոցը թանկարժեք քարերով, թևնոցը թանկարժեք քարերով։ Միայն նման դեպքում ձեզ կարելի է, սիրելի խոյեր, օգտագործել արձատյա զարտեր։ Արձատյա զարտեր ընդհանրապես չի թույլատրվում օգտագործել ցուլերին, որովհետև արձատի էներգետիկան ցուլերի մոտ առաջացնում է դեպրեսիա, առաջացնում են նևրոզներ, իրենք անընդհատ անհանգիստ են, իրենք անընդհատ իրենց էներգետիկան նստած է, իրենց կենտանին էներգետիկան անընդհատ հանգում է, իրենք անընդհատ իրենց թուլ են զգում, բացի դրանից իրենց մոտ կամաց հաջողությունը, ոնց որ իրենցից մեր սիրելի ցուլերից երես է թեքում։ Դրա համար, սիրելի ցուլեր, ձեզ կընտրականապես հակացուցված է օգտագործել արձատյա զարտեր։ Լավ կլինի, որ ոսկյա զարտեր, լավ կլինի, որ օգտագործեք ադամանդյա քար և այդ էներգետիկան կակտիվացնի ձեր առաջխաղացումը, կակտիվացնի ձեր բիոէներգետիկ դաշտը, իսկ արձատը ընդհակառակը անընդհատ կճնշի ձեր էներգետիկան, կճնշի, ձեզ կգցի դեպրեսիայի մեջ, ձեզ կգցի հոգեբանական խնդիրների մեջ, ձեզ կգցի ագրեսիվ էներգետիկայի մեջ, բայց դուք շատ դեպքերում չհասկանալով, որ դա գալիս է ձեր արձատյա զարտերից, դա ինչ-որ համարում եք մոգական գործողությունի արդյունք։ Սիրելի ցուլեր, եթե դուք չեք կարողանում հրաժարվել ձեր արձատյա զարտերից, առնվազն գոնե գիտեք ինչ, սիրելիներս, գոնե կարողացեք վերականգնել ձեր էներգետիկան, նոր առավոտյան նորից ձեր այդ սիրելի, եթե շատ եք սիրում, կարող եք այդ սիրելի զարտը օգտագործել, բայց ավելի լավ կլինի, որ
արծաթը փոխարինեք ոսկուց, ձեզ համար արծաթը ընդհանրապես հակացուցված է, իսկ եթե ուղղակի չեք ցանկանում, չեք սիրում, գոնե գիշերը, երբ որ քնում եք, ձերբազատվեք արծաթյա զարդերից, արծաթյա մատանիներից, թևնոցներից և վզնոցներից։ Եթե դուք շարունակեք նման ձևով գիշեր-ցերեկ կրեք ձեր վրա այդ արծաթյա իրերը, դուք կարող եք և հոգեբանական խնդիրներ ունենաք, դուք կարող եք և ֆինանսական և անձնական խնդիրներ ունենաք, և որը կամաց կարող է ավելի շատանա և արդեն ֆիզիկական խնդիրների, առողջական խնդիրների առաջ կանգնեցնի։ Չի կարելի արծաթ օգտագործել նաև սիրելիներս այրուզներին, որովհետև երբ որ այրուզներին իրենց նույնպես պետք է ադամանդյա քարեր, իրենց պետք է որպես մետաղ օգտագործել ոսկյա զարդարանքը, որպես թանկարժեք մետաղ, այրուզների համար տրված է միայն ոսկին, բայց գիտեք ինչ, երբ որ արծաթ եք օգտագործում սիրելի այրուզներ, դա ձեր մեջ առաջացնում է անվստահություն, շատ դեպքերում, ինչպես գիտեք, կենտրոնակերպի նշանը այրուզները իրենք երբեք անվստահ չեն, իրենք վստահ են իրենց շարժումներին, վստահ են իրենց կատարած գործողություններին, վստահ են իրենց էներգետիկային, իրենց հնարավորությանը, բայց երբ որ անընդհատ կրում են արծաթյա զարդեր, արծաթյա վզնոց, թևնոց, մատանիներ, կամաց անընդհատ իրենք դառնում են կասկածամիտ, անընդհատ իրենց մտքի մեջ վախեր է, տագնապներ է, արդյոք ճիշտ եմ անում, արդյոք ճիշտ եմ քայլում, արդյոք հագուստս ճիշտ է, արդյոք իմ երեխան չեմ ուղղորդում, արդյոք իմ շարունակեք կրել այդ արծաթյա զարդերը, ուրեմն դուք այդ վախերը անընդհատ կունենաք ձեր մեջ, անընդհատ ձեր ուղեղի մեջ կլինեն այդ եթեները, այդ հարցականները, խորհուրդ եմ տալիս սիրելի այրուզներ, ընդհանրապես չկրել արծաթյա զարդեր, կամ եթե չեք կարողանում այդ զարդը չկրել, ձեզ շատ սիրելի է, համատեղեք իրեն հետ նույնպես օգտագործեք ոսկյա զարդեր, կարող եք մի քիչ արծաթ դնել, մի քիչ ոսկյա զարդեր, մատանին լինի արծաթից, ուղերը լինի ոսկյա, որպեսզի այդ կասկածանքի էներգետիկան, այդ վախերը չզուգասվի, զրո իրականացվի։ Ընդհանրապես սիրելիներս, հիմնականում հակացուցված է արծաթյա զարդեր կրել այս երեք նշաններին, խոյերին, ցուլերին և այրուզներին, բայց կան նաև մարդիկ, ովքեր կան նաև կենտրոնակերպի նշաններ, ովքեր որ կարող են կրել իրենք այդ արծաթյա զարդերը, հակացուցված չեն, բայց շատ դեպքերում այդ արծաթյա զարդերի էներգետիկան իրենց մոտ տարօրինակ զգացմունքներ է բերում, տարօրինակ բնավորության գծեր է բերում, օրինակ եթե երբ որ կարիճներն են օգտագործում արծաթյա զարդեր, անընդհատ, առանց հանգստի, իրենք տարօրինակ մարդկանց հանդեպ ոնց որ իրենց սիրտը բացում են, որը երբեք կարիճներին անհրաժեշտ չէ, ընդհանրապես իրենք չեն սիրում սիրտը ինչ-որ մեկի մոտ բացի, եթե կարիճը սկսում է ինքը արդեն
ինչ-որ ձևով իր էմոցիոնալ դաշտը բացել և ցույց տալ դիմացինին, դա պատճառ այն է, որ այդ կարիճը իր վրա կրում է արդյադազարդեր։ Եթե դուք ուզում եք, որ կարիճը ավելի բարի լինի, ավելի լսող լինի, ավելի շուտ ցույց տա իր ներքին էմոցիոնալ դաշտը, դուք կարող եք այդ կարիճ անձնավորությանը արդյադազարդեր նվեր տալ և ինքնըստինքյան կսկսե բացել իր ներքին աշխարհը իր հոգին։ Եթե դուք կարիճներ եք և չեք ցանկանում, որ ձեր ներքին աշխարհը բացվի, ուրեմն չի կարելի կրել արդյադյա զարդեր։ Սիրելիներս, չի կարելի արդյադյա զարդեր կրել նաև աջեղջյուրներին անընդհատ կրել, որովհետև հատկապես դա արծաթը փակում է աջեղջյուրների սիրո էներգետիկան։ Այն աջեղջյուրները, ովքեր որ իրենց անձնականը չեն կարողանում դասավորել, ովքեր որ իրենց ընտանիքի մեջ անընդհատ խնդիրներ է, ուշադրություն դարձրեք, ձերբազատվեք արդյադյա զարդեղենից, որովհետև արծաթը հենց խփում է ձեր սիրային էներգետիկային և դուք տարօրինակ նման էներգետիկայով եք լսվում, չեք հավատում, վիճաբանում եք, խնդիրներ է առաջանում ձեր անձնական կյանքի մեջ, նաև փակում է ձեր անձնական առաջխաղացումը։ Սիրելի կշեռներ, դուք նույնպես գիտեք ինչպես, ոչ թե ընդհանրապես չի կարելի ձեզ արծաթ կրել, դուք պետք է արդյադյա զարդերը համատեղեք թանկարժեք քարերի և ոսկյա զարդերի հետ, համատեղեք, որովհետև նման դեպքում, եթե մենակ արծաթ կրեք, սիրելի կշեռներ, կփակվի ձեր ֆինանսական հոսքերը, կամաց կփակվի, դուք պետք է և արծաթ կրեք և ոսկի կրեք, կամ ընդհանրապես հրաժարվեք արծաթից։ Սիրելիներս, ընդհանրապես, քանի որ արծաթը ինքը հնարավորություն ունի իր վրա ինֆորմացիա կրելու, և լավը և վատը, խորհուրդ եմ տալիս, եթե կա ազգային տոհմական թալիսման և դա արծաթից է, անպայման այդ թալիսմանը պետք է մաքրվի, զերոյականացվի այդ էներգետիկան, նոր դուք կրեք, որովհետև եթե ազգը խնդիրներ ունի, եթե ազգը առողջական խնդիրներ ունի, գենետիկորեն եկած ժառանգական խնդիրներ ունի, եթե ազգի վրա կա կատարված մոգական գործողություններ, անեծքի գործողություններ և դուք կրում եք այդ թալիսմանը, ձեզ թվում է, թե դա ինչ-որ պաշտպանիչ թալիսման է ազգից եկած, եթե ազգը նեգատիվի մեջ է, դուք ձեր վրա վերցնում եք նաև այդ նեգատիվը։ Արծաթը ինքը իր մեջ պահում է այդ ինֆորմացիան։ Խորհուրդ եմ տալիս անպայման այդ արծաթը, այդ թալիսմանը ազգային, անպայման մաքրեք, էներգետիկան զերոյականացրեք, նոր կարող եք սիրելիներս դուք ինքներդ այդ թալիսմանները կրել։ Նաև խորհուրդ եմ տալիս ոչ մեկից արծաթյա զարդեր նվեր չվերցնեք, որովհետև արծաթը նույնպես իր մեջ պահում է այդ ինֆորմացիան, նայած ով ինչպես է տալիս, ով ինչպիսի մտքերով է տալիս, ինչպիսի էներգետիկայով է տալիս, խորհուրդ եմ տալիս մարդիկ ում որ չեք հավատում, ում որ չեք վստահում, նման մարդկանցից արծաթեն զարդեղեն չընդունեք որպես նվեր։ Այսքանը սիրելիներս, ինչքան հնարավոր է ցանկացած ես հակիր ձևով բացատրել, ինչպես օգտագործել արծաթը, ինչպես չի կարելի օգտագործել։ Հաջողություն սիրելիներս, ցտեսություն։